Մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, մենք քննարկում ենք 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը եւ այն հարցերը, որոնք որ այս օրերին քննարկվեցին, առաջին հայացքից կարող է թվալ, թե կապ չունեն բյուջեի եւ թեմայի հետ, եկեղեցի, բարեգործություն, հայրենասիրություն, բայց խորքային իմաստով դրանք շատ ուղիղ եւ խորքային կապ ունեն այդ ամեն ինչի հետ եւ խորքային կապ ունեն իրական Հայաստանի գաղափարախոսության հետ։ Ես ինչքան ժամանակ է ուզում եմ հասկանալի վերջո որն է Կտրիչ Ներսիսյանի խնդրեմը մեր կառավարող մեծամասնության վարչապետի կառավարության հետ։ Եվ ես գալիս եմ եզրահանգման, որ Կտրիչ Ներսիսյանի եւ բարձրաստիճան հոգեվորականների խնդրեմը իրական Հայաստանի հետ է։ Որովհետև իրական Հայաստանը հնարավոր չի թաքցնել սքեմի տակ։ Եվ որովհետև այն ինչ որ թաքցվել է խնամքով այդ սքեմի տակ, իրական Հայաստանում ստիպված ես լինելու այդ սքեմը մի կողմ քաշել, որպեսզի պարզվի, թե տակը ինչ կա։ Ու դրա համար, երբ որ մենք նայում ենք, թե խորհրդարանական ընդդիմությունը, օլիգարխիան, բարեգործները, ինչի վրա են իրենց թիրախավորումը կառուցում։ Իրենք ինչն են թիրախավորում։ Թիրախավորում են իրական Հայաստանը, թիրախավորում են սահմանազատված սահմանը, թիրախավորում են հարկը, թիրախավորում են կրթությունը եւ ակադեմիական քաղաքը, թիրախավորում են ամեն ինչ, որտեղ որ կա թափանցիկություն, կոնկրետություն, հաշվետվողականություն, լուսավորություն, առաջադիմություն, որովհետեւ հնարավոր չի այդ ամեն ինչը թաքցնել խավարի մեջ, սքեմի տակ, էսա խնդրեմը։ Որովհետև բարեգործությունը կարող է կարանաց չհարկել, բարեգործությունը կարող է կարանաց չհայտարարագրել, բայց իրական Հայաստանում հարկը պետք է թափանցիկ լինի, հարկը պետք է մուծել պետությանը, սրա մասին է ամբողջ խնդրեմը եւ ահա թե ինչի է Մայրաթորի բարձրաստիճան հոգևոր պետերը օլիգարխիայի հետ դաշինք կնքած հարձակվել Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իշխանության եւ ժողովրդավարության վրա։ Եվ իհարկե այս բոլոր հարցերի մեջ այնքան որքանով որ կառավարողների բարեվարկությունը պիտի հետաքրքիր լինի քաղաքացիներին, նույնքան պիտի հոգևոր առաջնորդություն իրականացնողների բարոյականությունը հետաքրքիր լինի հավատավոր ժողովրդին։ Եվ սա շատ տրամաբանական եւ առանցքային մի բան է։ Ես տեսա, որ Բագրատ Գալստանյանը երեք ասել էր, որ հայտարարել էր, որ ասել էր վեհապար հորը հնարավոր չէ ճնշել։ Նա պատրաստ է նահատակության։ Նախ ուզում եմ ասել, որ վեհապար հայրը արդեն նահատակվել է որպես կուսակրոն։ Եվ ահա այդ նահատակության արդյունքում վեհապար հայրը դարձել է հայր։ Այո, նա որպես կուսակրոն նահատակվել է եւ ահա այդ նահատակության արդյունքում նա վեհապար հայրը դարձել է հայր։ Եվ հիմա ասենք ինչ պակաս վատ նահատակներ են բոլոր դալիճում նստած հայրերը, որոնք որ իսկ ինչի՞ չեք դա էլ նահատակություն համարում, որ այսինքն բոլորը ովքեր որ հայրանում են նահատակվում են յուրովի Բագրատ Գալստանյանի եւ եկեղեցու հոգևոր պետերի տրամաբանությամբ։ Հիմա մենք ասում ենք շատ լավ։ Վեհապար հայր, դու հայրացել ես, հիմա ազատիր վեհարանը, որովհետեւ ամեն մի նահատակություն ունի իր գինը։ Եվ գնա ճանաչիր հայրությունը, եւ թող որ այն մարդիկ, ովքեր որ պահպանել են իրենց հավատարմությունը այդ ուխտին, գան եւ բարոյապես առաջնորդեն մեր ժողովրդին։ Եվ իրենք բնականաբար սրա հետ ունեն մեծ խնդրեմ։ Երեք Մայրաթորը նաև դատապարտել էր դատարանի վճիռը կալանքի խափանման միջնորդության վերաբերյալ, եւ սա ինչ է եթե ոչ Մայրաթորի կողմից դատական իշխանության նկատմամբ ճնշում եւ հարձակում։ Բա մեզ ամեն օր ասում եք եկեղեցի եւ պետությունը իրարից անջատ են։ Բա որ անջատ են, Մայրաթորը ինչ գործ ունի դատական ակտերի հետ։ Եթե անջատ են իրարից, երբ որ ձեզ ձեռք է տալիս, ասում եք որ չէ,
Մենք պետության կարևորագույն ինստիտուտ ենք, հանկարծ չփորձեք մեզ կպնել։ Երբ որ ձեր չի տալիս, սկսում եք քաղաքական հայտարարություններ անել եւ ասում եք, որ բանա։ Դատարանը ուրեմն կայացրել է ոչ իրավաչափ վճիռ եւ դատապարտում է կամ բանի Սամվել Կարապետյանի անձի շուրջ, որ կառուցում եք այդ բարեգործության բանը, այդ թիկնոցով, որ նրան ծածկում եք։ Լավ, ի վերջո, մենք չգիտենք ձեր բարեգործությունը ինչի վրա է կառուցված եղել։ Ձեր բարեգործությունը կառուցված է եղել խորը անարդարության վրա։ Դուք ստեղծել եք աղքատություն, ստեղծել եք անարդարություն, որտեղ որ մարդը կանգնել է աղքատության առջև, եւ հետո սկսել եք այդ մարդուն բարեգործությամբ բան անել, անընդհատ պահել ձեզանից ուզվորի կարգավիճակում։ Դուք անարդարությունը, աղքատությունը գործի քայնացրել եք։ Հետո դրա վրա կառուցել եք բարեգործի իմիջը։ Հիմա էլ ուզում եք այդ բարեգործի իմիջը վաճառել հասարակության վրա եւ ասել, որ գիտեք ինչ, ինքը բարեգործ է եւ իր դեպքում ենթադրենք չպետք է գործեն այն նույն նորմերը եւ կանոնները ու սահմանադրությունը, որը որ գործում է մյուսների նկատմամբ։ Ինչի, որովհետեւ այդ բարեգործության անվան տակ սիրուն էլի սքեմի տակ զբաղվել եք անառակաբարո գործունեությամբ եւ այդ անառակաբարո գործունեությունը ինչպես անձնական մակարդակում է դրսեւորվել, այնպես էլ դրսեւորվել է պետական մակարդակում։ Եվ դուք ստեղծել եք այդ ինքնակատարելագործվող մեխանիզմը։ Եվ այսօր գալիս խոսում եք բարոյականությունից, բարեգործությունից, եկեղեցասիրությունից, հայրենասիրությունից։ Ինչի համար, որովհետեւ դրանք կոնկրետ չեն, որովհետեւ իրական չեն, շոշափելի չեն, որովհետեւ բարոյականությունը չի հարգվում, հայրենասիրությունը չի հարգվում, եկեղեցասիրությունը չի հարգվում, ու դրա համար էլ դուք այդքան բարոյական եք, այդքան եկեղեցասեր եք, այդքան հայրենասեր եք, որովհետև դուք անորսալի եք ձեր այդ սիրո մեջ, երբ որ փորձենք հասկանալ, չափել ձեր բարոյականության մակարդակը հնարավոր չի չափել։ Երեկվանից բան Ագնեսա Խամոյանը, այսօր Էլինար Վարդանյանը բան են արել։ Ինչ որ հատուկ հետաքրքրություն են ցուցաբերում, ասում է բանը, ստուգում եք սրա նրա կուսությունը։ Էլինար նախ նորից եմ ասում, կուսությունը չէ, կուսակրոնության մասին է խոսքը, դրանք շատ տարբեր հասկացություններ են։ Էլինար Վարդանյանն ասում է մոմով սրա նրա կուսությունն եք ստուգում, մոմով չենք ստուգում, մոմով դուք եք սրա նրա կուսությունը ստուգում, մոմով, մոմիկով, ինչով ուզում եք ստուգեք։ Ասում է բան, չգիտեմ, գինեկոլոգ, ուրոլոգ եք դարձել, ես եք ստուգում, են եք ստուգում, ոչ գինեկոլոգը, ոչ ուրոլոգը չեն կարա ստուգեն ձեր պղծվածության մակարդակը, ձեր ուրեմն հանցավորության մակարդակը։ Ոչ մեկ չի կարա ստուգի, թե դուք ինչ աստիճանի եք այս երկիրը կեղեքել եւ մարսել եք, թե չեք մարսել։ Գուցե մի հատ նորմալ պրակտոլոգ որ ճարեք, կարողա դա ձեզ ինչ որ խորհուրդներ տա այդ հարցով։ Ես չէի ուզում խոսել, բայց քանի որ իմ գործընկերը խոսեց այդ նախկին պալատական մի ծաղրացուի մասին, որը որ հայտարարել է, որ ինքը եւ բնականաբար ոչ միայն ինքը իրեն շրջապատը ворց ղեկավար են ուզում։ Ես ուզում եմ ասել, որ այդ բնականաբար ինքը ներկայացրել է իրեն շրջապատի բաները, ցանկությունները, չէ՞, որովհետեւ ինքը հոմենակ իր անունից չի խոսում։ Այս այն մարդն է, որը որ միջև այս բանը խոսել է, նախ եւ առաջ ուզել է ինքնարժեքի ցածր վաճառվի մեր իշխանությանը։ Մենք ասել ենք, լսի, դու ապրանք չես։ Մենք չենք ուզում քեզ գնել։ Նրան ու նրա նմաններին ասել ենք դու ապրանք չես, դու մարդ ես։ Ունես արժանապատվություն, դու քաղաքացի ես։ Գնա եւ դարձիր ինքնիշխան քաղաքացի, մեզ պետք չի որ քեզ առնենք։ Ու քանի որ ինքը մնացել է առանց գնորդի, հիմա հրապարակային օֆերտա է հնչեցնում ворցերի փնտրտուքով։ Եվ մենակ ինքը չէ, իրանց իշխանության, այսինքն պարզ է, չէ իրանք ինչ են ուզում։ Որովհետև բռնարարի նկատմամբ Ստոկհոլմյան սինդրոմը այս մարդկանց արյան մեջ է։ Կամ որ ասում եք բարեգործություն, բարեգործներ եւ փորձում եք այսպես մեզ հրեշացնել, որ մենք բարեգործությունը չենք գնահատում։ Նախ ուզում եմ ասել, որ ձեր նշած բոլոր մարդիկ Հայաստանի Հանրապետությունից ստացել են կոնկրետ բաներ, եկամուտներ։ Իրենք այստեղ արել են ներդրումներ եւ ստացել են եկամուտներ։ Եվ մի հատ ուրիշ հարց էլ կա, այդ բարեգործների պետությունը ո՞րն է։ Սա ֆունդամենտալ հարց է։ Այդ բարեգործի պետությունը, ես ոչ թե նկատի ունեմ միայն ֆորմալ քաղաքացիությունը, ո՞րն է այդ բարեգործի պետությունը, ո՞րն է այդ բարեգործի կենսական շահերի գոտին,
որ հանկարծ եթե այդ կենսական շահերի գոտիում ինչ-որ բան են չլինի, ինքը կկորցնի իր ունեցվածքը։ Եվ ինչ կլիներ Սամվել Կարապետյանի հետ, որ հանկարծ նա իր կենսական շահերի գոտում համարձակվեր այդ երկրի իշխանության մասին ասել մի փոքրիկ խմբակ։ Ինչ կանեին նրա հետ եւ քանի վայրկյանում նրա հետ դա կանեին։ Դա էլ թողնում եմ բոլորի երևակայությանը եւ ամփոփելով ուզում եմ ասել, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը իհարկե կողմ է քվեարկելու 2024 թվականի բյուջեի տարեկան հաշվետվությանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։